Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Հայր մեր, որ գինոս ես Սուրբ Եղեցի անուն քո, Եղեցի արկայություն քո, Եղեցին գամք քո, որպես երգինս եւ երգրի, ըսած մեր անաբազորդ, դուր մեզ այսօր, եւ թող մեզ զբարդիս մեր, որպես եւ մեկ, թողումք մերոց բարդաբանած, եւ մի դանիրս մեզի փորձություն, այլ փրկյաս մեզի չարե, զիքոյ արկայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս հավիտենից ամեն սկորձս ծերած մերոց ուղիղ արայի մեզ Տեր եւ սկորձս ծերած մերոց հաջողյա մեզ ամեն Նոր Հայաստան առանց Մասիս, ինչպես առանց Մասիս Միսիս, էլ ոնց լռե, միտքս լռեմ, լռությամբ էլ սիրտս գոռում, թե ախ Մասիս ու մոլորվել, դրանից է խելքս կորել, ինչպես պահեմ խելքս գլխիս, երբ գերի է արև նողիս, մի բուր լուսինն է ազատված, մայրարաքսն է զանգվից զատված, հրազդանից, որ հեղեղում զույգ ժայրերի մեջ է նեղվում, նեղ է գոչում ինձպես բողոք մեն նայել, թե տես, քանդատանին նորից քանդում, ծով շղթայում, սար են բանտում, և այսքան մոտ, բայց տարագիր, արարատս մի ողջ երկիր բանտված է դեռ, ով սրտամեր, ես եմ խելար, թե դու ով ներ։ Հովհաննես Շիրազը բազմաժանր հեղինակ է, նա օգտագործել է քնարերգության բոլոր հնարավոր ժանրերը, սկսած կարճ երկտողերից մինչև տասնյակ հազարավոր տողեր կազմող մեծածավալ պոեմներ։ Եվ բոլոր ստեղծագործությունների մեջ թեմատիկ բաժանում կատարելը դժվար է, որովհետև շատ հաճախ այդ թեմաները միահյուսվում են, տարբեր թեմաներ միահյուսվում են շիրազյան մի որևէ նույնիսկ մեկ ստեղծագործության մեջ։ Պատճառն այն է, որ Շիրազի գերխնդիրը, գերնպատակը հայոց ոգու պանծացումն է, հայության հավերժության քարոզչությունը, ազնիվ քարոզչությունը եւ միևնույն ժամանակ Շիրազին բնորոշ մեծ լավատեսություն։ Շատերն են խոսում եւ գրում Հովհաննես Շիրազի ծննդյան տարեթվի մասին։ Ճիշտ է, որ դեռ բանաստեղծի կենդանության օրոք երկար ժամանակ նրա ծննդյան տարեթիվը համարել են 1914 թվականը, բայց մի հարցադրում կա, որը մտածելու տեղիք է տալիս։ Եթե 1914 թվականի հունիս ամսին ծնվել է Շիրազի ավագ քույրը Մանիկը, ապա ըստ տրամաբանության Շիրազը կարող էր ծնվել 1915 թվականի ապրիլ ամսին։ Սակայն ինչու են ամենուր նշում հենց 1914 թվականը։ Հետաքրքրականն այն է, որ Շիրազի ծննդյան վկայականում իրապես նշված է 1914 թվականը, իսկ պատճառն ընդամենը մեկն է։ Այդ ժամանակաշրջանում Լենինականի տեքստիլ գործարանում աշխատանքի ընդունվելու համար Հովհաննես Կարապետյանի տարիքը չէր ներում, եւ կադրերի բաժնի պետն ասել է, թե իրավունք չունի հրամանագրելու, գոնե 1 տարի մեծացնել է պետք։ Հենց այս է եղել հիմնական պատճառը, ինչի համար Շիրազի տարիքն ամենտեղ 1 տարով մեծ է նշվում։ Եվ կարող ենք ասել, որ բանաստեղծ սա հաստատել է իր հետևյալ տողերում, գրելով. Ես ծնվել եմ ձորերում, Եղեռնի սև օրերում։ Այսպես է ծնվել Շիրազը։ Կարսից Ալեքսանդրապոլ գաղթելու ճանապարհին եւ 5 տարեկան է եղել, երբ 1920 թվականի սեպտեմբերին Ալեքսանդրապոլ ներխուժած թուրքերը սպանել են հորը Բոստանչի Թադևոսին։ Որ մահվան տխուր հուշը տեսնում ենք Շիրազի տարբեր բանաստեղծություններում։ Ամբողջ հայ գրականությունը պատտվում է Մովսես Խորենացու մի կարևորագույն հարցադրման շուրջ, ովքեր ենք մենք, որտեղից ենք գալիս
եւ դեպի ուր ենք գնում։ Այս երամաս հարցադրման շուրջ են համախմբված ազգակցությամբ իրար շահկապված, իրար հաջորդած բոլոր հայ գրողները։ Եվ սրանց մեջ Հովհաննես Շիրազը նաև։ Հովհաննես Շիրազը ճիշտ է, որ երկնակարի պես հայտնված երևույթ էր հայ իրականության մեջ, բայց նա ազգակցությամբ շահկապված էր իր նախորդներին եւ նրանց լավագույն ավանդույթները զարգացրած, իր մեջ խտացրած, ինքը նոր ավանդույթներ ստեղծած, ինքը Թումանյանի, Իսահակյանի, Տերյանի, Չարենցի գրական դպրոցներից դուրս եկած, իր դպրոցը ստեղծած հզոր անհատականություն էր։ Այդ ստեղծագործությունների մեջ հարկ է անդրադառնալ դեռևս հայրենական մեծ պատերազմի տարիներին գրված եւ լրամշակված Տիգրան Մեծի վիշտը եւ հավերժությունը խորագրով պոեմին։ Պատմական այս պոեմը հիմնված է առավելապես Մովսես Խորենացու տեղեկությունների վրա, քանի որ Տիգրան Մեծի մասին ամենաստույր հիշատակությունները տեղ են գտել մեր պատմահոր հայոց պատմություն աշխատության մեջ։ Շիրազը տիրապետում էր Խորենացու եւ մեր միջնադարի մատենագիտությանը գրաբարով եւ ճշգրտում էր քերականական, լեզվական, բառագիտական այն սխալները, որոնք կարող էին ի հայտ գալ բառի պատմական իմաստափոխության ընթացքում։ Տիգրան Մեծի վիշտը եւ հավերժությունը պոեմը հենված է Խորենացու այն տեղեկության վրա, ըստ որի հայոց Տիգրան արքան պատանդ է պահվել Իրանում եւ ազատագրության համար պետք է զիջեր հայոց 70 հովիտները, ինչը Տիգրան Մեծի համար դառնում է անձնական ծանր վիշտ։ Վիշտ, որովհետև արքայի այն հզոր կերպարը, որը եղել է եւ որին պահել է Շիրազն այս պոեմում, ունի ներքին տագնապներ եւ մտահոգություններ, թե իբրև մարդ, թե իբրև հայոց թագավոր, քանի որ չի ներում իրեն, որ հայրենի հողերը հանձնել է թշնամուն։ Ի վերջո, ինքն անպայման պետք է վերադարձնի դրանք։ Ավաղ գրեթե կռվից եմ փախել, ես եմ այս կոտրատ ձեռքովս թողել իմ ազգի գանձեր ազգիս ոսոխին, էլ այս դաշտերի հացն հարամ է ինձ, քանի չեմ ցանել այս հացն այն հողին։ Ու մտածում էր, ու խմում ցավից, ինչպես ետ խլի 7 գլխյան դևից, գետ 70 հովիտներ հայոց։ Ահա թե ինչու խմում էր այնքան հայոց ապապախտ, բայց անհաղթ արքան։ Արքայի այս ծանր մտորումների պահին գալիս են գողթան 3 գուսաններ։ Երեքից մեկը հայրն էր երկուսի, թափառիկ ու կույր մի գուսան էր նա, հանց 1000-րդ թորն Հոմերոսի։ Արքան պարտադրում է, որ գուսանները երգեն չլսված մի երգ, մեղեդի, այնպիսի մեղեդի, որով գետը կանգ առնի, որով կատաղած վագրը կանգնի տես ճանապարհին ու ականջ դնի, բայց պիտի երգեն առանց բառերի, ինչպես աչքերից հայացքն է խոսում թագուհու խոհերի։ Գուսանները երգում են իրենց երգը եւ արքան իր շուրջը համախմբված իշխաններին հարցնում է. ով ինչպես ընկալեց, ում ինչ հուշեց գուսանների այս երգը։ Հայոց անմիաբան իշխաններից յուրաքանչյուրն անձնական ինչ-որ մի բան է տեսնում։ Մեկն իր սիրեցյալի կարոտն է տեսնում, մյուսն իր որդուն սպանած իշխանից վրեժ խնդրությունը, բայց արքան բացատրում է, որ երգի իմաստն ամենևին էլ դրանցում չէ եւ ասում է. Տեսա իբրև թե իշխաններն հայոց խելքի են եկել դարձել միաբան, դարձել միասիրտ ու ամրոց, իսեր այն հողի, որ գերված է դեռ, հանց ցրված աստղեր, եկեք գիրք գրկի հյուսելու արև հայոց պետության, այս է սուրբ խորհուրդն այս անբար երգի։ Հետո արքան ծառի ճյուղերը մեկ-մեկ փշրում է իշխանների առաջ, վերցնում նոր ճյուղեր, խմբում
ու փորձում նորից փշրել, բայց չի կարողանում, քանի որ ճյուղերը հավաքական են, միասնական են։ Խորհուրդն հասկացաք, հայոց փրկության խորհուրդը խորին, հարցրեց Աբշահար իր իշխաններին, «Էլ որսի չերթանք հավք ու բարազի, մեր որսը մեր այս սարերն են որսի, մեր որսն անդ է, անդ, իզեն իմ քաջեր, այն հողով քավենք ծոբված մեղքը մեր»։ Եվ արքայի արարքը հասկանալի, ընկալելի է դառնում կենտրոնախույս մղումներ ունեցող իշխաններին։ Նրանք համախմբվում են իրենց արքայի շուրջ և նրա հրամանով ու առաջնորդությամբ արշավում իրենց կորցրածը ետ բերելու։ Արքան համախմբում էր ծրված զորքերը, համախմբում է նիզակավորներին, համախմբում է աղեղնավորներին, հրավորներին, սիավորներին, հետևակներին, բոլորին, և արքան այնպես է համախմբում 60,000 այն հեղեղացին, հլնայեք Շիրազի պատկերավոր խոսքը, այնպես ասում է խմբվեցին 60,000 այն հեղեղացին, որ նիզակավոր վաշտերով կարծես սոսյաց անտառներ իր հետ գնացին։ Ու քանի գնաց, այնքան ամբոխվեց աղեղվոր արքան իր խոլբանակով։ Հայոց ոսոխին սրարշավ բախվեց, իր ձին թրցրեց բերդերի գլխով, կանչեց, հայ հողն է, հայ ձեռքի ծարավ, տվեք հովիտներ իմ 70, իմ հողն ինձ տվեք, արյուն չեմ ուզում, չեմ կտրի գլուխն անգամ մի ծաղկի, թե խաթրով չտակ, կտակ ինձ զորով, ու խուժեց դաշտերն իր հայրենիքի, միտեղ դեմ ելան սուրբ աղոհացով, ետ տալով կարսնել անարդար խլված, միտեղ թղերյան հաշտ գռոցով հայոց ծովի դեմ ելան ինչպես ծով, բայց 77 նոր ու գիշեր մեղքը քավելով արքան կարշավեր հայոց Տիգրան մեծը մեծ, նա որ լոկչարի արյունը խվեց, որ գրավելով ամրոց առ ամրոց, ետ խլեց խլված հողերն իր հայոց, ետ խլեց դաշտերն հայոց տարորի, ետ խլեց վանացովն էլ ծիրալի, ետ խլեց բինգյոլն հայոց բյուրակնյա, ետ խլեց բոլոր սարերն իր սասնա, ետ խլեց այսպես իր արածանին, իր ղարսն ու մուշը, իր վանն ու անին, ետ խլեց, տվեց Աստծուն Աստծուն, մայր Հայաստանը, մայր Հայաստանին, որ հողն այսուհետ բյուր հազար դարեր հայ մնա հավետ։ Ել, 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 դե ել։ Եվ Տիգրան մեծի սխրանքի արդյունքն են հայոց լեռները, որոնք բանաստեղծական ընկալմամբ Տիգրան մեծի զարկած վրաններն են։ Պոեմի վերջաբանում այսպես է բանաձևում իր հոգեկանչը Հովհաննես Շիրազ բանաստեղծը։ Երբ նայում եմ լեռնապարին, սեք սարերին մեր հայկական, թվում է թե Տիգրան մեծի վրաններն են հավերժական։ Աշխարհակալ կռվից դարձել աստ է հավերժաբանակ է։ Դարեր անցան, բայց ոչ մի հոմ, ոչ մի վրան դեռ չի պոկել։ Եվ հրազդանն արծաթափայլ սուրն է անմահ զորավարի, որ մերկացած դուրս է գալիս մով պատյանից լեռնապարի։ Ու մասիսն է գլխին պահում սաղավարտը Տիգրան մեծի, որ շողում է ինչպես պահին այն հաղթական վերադարձի։ Մեր ժողովրդի հավիտենության և հարատևության հույսը հենց այս երազանքն է։ Արարատի գագաթին ոսկե թագի պես շողացող արծաթյա ձյունը, որը դառնում է Տիգրան մեծի հաղթանակի խորհրդանշանը,
եւ մեր ժողովուրդը այս հավատով Հովհաննես Շիրազ բանաստեղծի այս պատգամախոսությամբ շարունակում է եւ շարունակելու է իր հավիտենական ընթացքը։ Մնաք բարով իմ հայր Սիփան եւ դու իմ մայր Վանացո։ Հայ ժողովուրդն իհարկե բանաստեղծներ շատ է ունեցել, բայց քչերն են Շիրազի պես մեծ։ Միջնադարից կարող ենք հիշել Գրիգոր Նարեկացուն, ում Միսակ Մեծարենցն անվանում էր գրական հսկա, եւ երբ մեծարենցի հակառակորդները նրան մեղադրում էին սիմվոլիզմի մեջ, եվրոպական պոեզիայի մոլար կապկելու մեջ, Մեծարենցը այդ ժամանակ թոքախտով հիվանդ եւ գամբած անկողնուն ստիպված էր պատասխանել նրանց։ Ինչ կարիք այդ չափ հեռու երթալու, երբ մենք ունենք միջնադարի հսկա Նարեկացուն, Նարեկացին է, որ գիտե բառերը ծովաձայն հնչեցնել եւ ծիծաղախիտ ժպտեցնել։ Նարեկացու այս հատկանիշը շատ լավ էին յուրացրել եւ Մեծարենցը, եւ Թումանյանը, եւ Չարենցը, եւ Շիրազը։ Շիրազը պոեզիայի մասին ուներ իր բացարձակ եւ ինքնատիպ ընկալումը։ Նա գիտեր, որ պոեզիան սրտի խոսք պետք է լինի։ Իդեպ, նույն խնդիրն արծարծում էր նաև Եղիշե Չարենցը, երբ գրում էր. «Հիմի շատ են երգիչները, սրտի ուզած խաղը չկա»։ Ինչու Չարենցը որոշեց գրել Սայաթնովայի հանգով ու ոճով, որովհետև ուզեց նրա նման սրտի խոսք ասել։ Իսկ Շիրազն իր բանաստեղծական առաջին քայլերից հետամուտ է եղել հենց այդ սրտի խոսքն ասելուն, քանի որ հասկացել է, որ ամեն հանգավորված խելացի թվացող միտք բանաստեղծություն չէ։ Դեռ Արիստոտելի ժամանակներից կա այդ բանավեճը, ինչ է պոեզիա։ Հունգարացի բանաստեղծ Շանդոր Պետեֆին գրել է ընդօրինակողներին վերնագրով մի բանաստեղծություն, որը կներկայացնենք Վահագն Դավթյանի թարգմանությամբ։ Ձեզ թվում է, թե պոեզիան սայլ է, կա ձի, կա ճամփա, նստիր ու գնա, բայց երգն արծիվ է եւ ուղին այլ է, նա սուրում է վեր, ուր ճամփա չկա։ Իսկ դուք, որ վախկոտ ու սին եք հոգով, սպասում եք, որ ճամփա բացեն ձեզ, անցավ պոետը, վազում եք հետքով ոսկոր նկատած շամ ողմակի պես։ Եթե ուժ ունես, քայլիր անդադար անհայտ ճամփեքով, գրի չար, գրի, թե ոչ, մաչ բռնիր, դարձիր կոշկակար ու խղճուկ երգդ ոտքով տրորիր։ Հիմա ինչ է սա, ինչ առնչություն ունի Շիրազի պոեզիայի ընկալումների հետ, որովհետև Հովհաննես Շիրազն ինքը իսկապես անհայտ ճամփեքով քայլող բանաստեղծ է։ Իսկապես ինքն է ստեղծել իր երգի ուղին ու ճանապարհը։ Ճիշտ է, որ նա դարավոր հայ բանաստեղծության ավանդների լավագույն շարունակողներից է։ Նրա մերձավոր ամենամեծ բանաստեղծը եւ ուսուցիչներից մեկը Եղիշե Չարենցն էր, որ պարտավորեցնում էր, եթե ուզում ես երգդ լսեն, ժամանակի շունչը դարձիր, կապվիր նյարդով յուրաքանչյուր քո օրերին ու քո դարին, կյանքը սիրիր լիահնչում եւ մի դավիր քո քնարին։ Չարենցյան այս պատգամը Շիրազը կենսագործեց գրական առաջին քայլերից մինչև վերջ։ Իհարկե Շիրազին որքան պեղես, որքան ուսումնասիրես, հենց մեր բարեկամը Սամվել Մուրադյանը պրոֆեսոր մինչև այսօր հատուր հետևից հրատարակում է եւ դա պատահական չի, չէ՞։ Եվ ինքն է ասում, որքան պեղես այնքան շատ բան է բացվում։ Այս առումով պիտի ասենք նաեւ մի քիչ իրար հետ չեն սազում Շիրազ եւ երջանիկ կամ երջանկություն բառերը, չէ՞։ Նա հավիտենական դժբախտն էր, քանի իր Մասիսը չկար, երկիրը չկար Բորուսյան։ Բայց այս առումով երջանիկ է, որ ունեցավ Սամվել Մուրադյանի նման թարգման։
Այո, ամեն գրող չունի այդ թարգմանը։ Իհարկե, Շիրազից հետո շատերը հուշեր գրեցին, այսօր էլ շներ գրում են, փորձելով իրենց տեղավորել Շիրազի տիրույթներում, մթոն օգտակար են եղել եւ այլ եւ այլ։ Բայց նույն պրոֆեսոր Մուրադյանը այդ ամենին վկա է եղել, այդ բոլորը Սարքովի ուշացած իրենց արդարացնելու համար եւ այլ ու հիմնականում եռանդ են ավելի շատ բանեցնում այն մարդիկ Շիրազի բարեկամ ու ընկեր ներկայանալու, ովքեր ավելի շատ են հալածել նրան, ավելի շատ են հարվածել, գործերը ամիսներով, տարիներով կամ չեն տպագրի կամ ընդհանրապես դուրս են հանել ցուցակներից, դառնացրել են պոետի։ Այս առումով կրկնում եմ բախտավոր եղավ ունենալով Սամվել Մուրադյանի նման թարգման եւ իր ահռելի ժառանգությունը վերլուծող, անբարող, անփոփոխ եւ բարբերաբար հրատարակում։